Խորհրդարանական քառորյան գնալով ավելի է թեժանում կրքերը թեժային հատկապես կառավարություն ազգային ժողով հարցոպատասխանի ժամանակ չնայած ընդդիմության բոյկոտին մեր գանձերը ունեն, այսօր հարցրել է Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ազգային ժողովի նախագահը արձագանքել է գանձարանում են, պարոն վարչապետ։ Վտանգավոր ուղերձ իշխանությունից հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում է կառավարության հաշվեկշռում մի շարք եկեղեցիներ, անհատույց օգտագործման են տրված հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն կամ բոլոր բարոյական ու իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները կվերադարձնեն հանրությանը, երեկ խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նոր ընտրված ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ, գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ազգային ժողովում հարցոպատասխանի ժամանակ անդրադարձել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման հետ կապված քննադատություններին, խոսել, թե մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է հայտարարել է նախարարը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Խորհրդարանական քառորյան գնալով ավելի է թեժանում կրքերը թեժային հատկապես կառավարություն ազգային ժողով հարցոպատասխանի ժամանակ չնայած ընդդիմության բոյկոտին։ Մեր գանձերը ուր են, այսօր հարցրել է Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ազգային ժողովի նախագահը արձագանքել է գանձարանում են, պարոն վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Տեր Արամին կարգալույծ անելու թեմային, նշելով, որ այն մարդիկ, որոնք ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են հովանավանքում հոգևոր կյանքով ապրել։ Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում է կառավարության հաշվեկշռում մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն կամ բոլոր բարոյական ու իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները կվերադարձնեն հանրությանը, նշել է վարչապետը։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների, թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք կա բոլոր բարոյական և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և Տեր Արամին և նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը և ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են և կարծում եմ, որ համեն դեպս նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել։ Չնայած կարգալույծ լինելուն Տեր Արամը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին հովանավանքում պատրաստվում է պատարագ մատուցել, իսկ վարչապետն էլ տեղեկացրել էր, որ այս կիրակի հովանավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և անմահ պատարագին։ Ինչ վերաբերում է Տեր Արամին կարգալույց անելուն, ապա ըստ Փաշինյանի կարգալույցը չի կարող կարգալույց անել։ Ներսիսյանը ինքը կարգալույց է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող որևէ քահանայի կարգալույց անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից և ինչպես ինքը ունի կինդ և երեխաներ։ Եվ այլն և բազմաթիվ, նա հանրության շատ հարցերի պետք է, նա ոնց կարող մարդ կարգալույց անի, ինքը կարգալույց է, ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես ամբիոնից հայտարարում եմ, որ կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույց է, ինքը հոգևոր դասի մեջ չի, ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը մի խումբ իր նման կարգալույց խմբակի հետ, և մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն կոնֆլիկտը, մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ,
Հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Եվ այո, ես կգնամ եւ հաղորդություն կընդունեմ, եթե կարգալույծ է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետեւ եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, այդ ապացույցն է նրա քահանա օծված լինելու։ Այսօրվա եկեղեցական վերնախավը վարչապետի խոսքով որևէ կապ չունի ժողովրդի հետ, որևէ հաշվետվողականություն չի ներկայացնում։ Նա նաև նշել է, որ այլասերվածության այս կատարյալ աստիճանի մասին չպետք է լռել, կյանքս կդնեմ սրանցից իմ սրբությունն ազատելու, հավելել է նա։ Հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ այս պրոբլեմները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարա զարգանա առանց այս պրոբլեմների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլը չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Առանց որևէ հիմնավորման հարցուպատասխանից հրաժարված ընդդիմությանը վարչապետը անդրադարձել է նրանց անվանելով արտաքին էմիսարներ, պնդել ընդդիմությունը ընդհանրապես կատարում է արտաքին ուժերի թելադրանքը։ Գիտեք, մենք շատ ինֆորմացիա ենք տիրապետում եւ մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս, իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն, իրենց կապը արտաքին օրակարգերի հետ է եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են։ Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ բառի բուն ուղիղ իմաստով եւ դա կարծում եմ ակնհայտ է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իշխանությունը 0 հանդրուժողականություն ունի այլակարծության հանդեպ։ Ռեժիմի ներկայացուցիչները նրա խոսքով չունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն, ոչ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է աշխարհ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լծված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է
թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է եւ ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային եւ եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ կանգնած է Վեհապար Հայրապետի եւ եկեղեցու կողքին եւ իրենց գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես բառասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել։ Անդրադառնալով 26 թվականի ընտրություններին նա ասել է, որ նոր ընտրված ազգային ժողովում 3-ից 4 ընդդիմադիր ուժեր կլինեն։ Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում, ասել է Սերժ Սարգսյանը։ Օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց սրան նրան շինելու, այնպես որ սա է իրավիճակը։ Սերժ Սարգսյանը զարմացած է այն մարդկանց քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենթը հակադրել ընտրություններին։ Սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենթը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, ապա մենք այդպես չենք կարծում։ Մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը Հայաստանին միայն ու միայն օգուտ կբերի, ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Եվ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Հակոբյան, նախ անդրադառնանք Սերժ Սարգսյանի հայտարարություններին եւ ապա կանդրադառնանք 3 ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած մտքերին։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ըստ էության 26 թվականի հետ կապված ասում է, որ 3-4 ընդդիմադիր ուժեր կհայտնվեն խորհրդարանում, որ իրենց գերնպատակ այս իշխանությանը օր առաջ փաստորեն հեռացնելն է իշխանությունից եւ նաեւ անդրադառնալով Վեհապարի շուրջ, կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ ցանկացած պահ հենց Վեհապարի կողմից հորդոր լինի, իրենք պատրաստ են ուրեմն նրա հորդորով առաջ գնալ, ինչպես է գնահատում, համեցեք։ Շնորհակալ եմ նախ հնարավորության համար։ Սերժ Սարգսյանը ինչ վերաբերում է 3-4 ուժեր լինելուն մյուս խորհրդարանում, իրենց պլանի մասին է խոսում, այն է մասնատվել եւ փոքր-փոքր խմբերով մասնակցել, փոքր-փոքր ձայներ հավաքել, Գյումրու սցենարի կրկնություն մի խոսքով, եւ սրա մասին էր խոսում, բայց վստահ եմ, որ Գյումրու սցենարով իրենց այդ միակ հնարավորությունը արդեն սպառել են եւ այլևս չեն կարող խաբել հասարակությանը, որովհետեւ այն դեպքում, երբ այնտեղ արյուն էր թափվել եւ մարդիկ միավորվեցին, խոստանալով միավորվել, այս դեպքում արդեն չեն կարող նորից խաբել։ Ինչ վերաբերում է մեզ օր առաջ հեռացնելուն, ուզում եմ հիշեցնել, որ մեզ արդեն 6-7 տարի է օր առաջ հեռացնում են եւ չեն հեռացնում այն պատճառով, որովհետեւ չկա հասարակության մեջ այդ պահանջը։ Այսինքն հասարակությունը չի ուզում, որ այս իշխանությունը հեռանա, թե չէ հասարակությունը գիտի, որ եթե ուզի, ապա կարող է իրականացնել նորից հեղափոխության անգամ անհրաժեշտություն չի լինի, կկարողանան ընտրությունների միջոցով ձևավորել այլ իշխանություն, ում ուզում են։ Բայց մենք էլի մեզ օր առաջ հեռացնելու օրակարգով եկած ընդդիմությանը ժողովուրդը ցույց տվեց, որ 21 թվականին, որ ինչ ուժի է տեսնում իրեն իբրև կառավարիչ։
Իսկ հիմա եկեղեցականների մասին, դե այստեղ շատ բան չկա էլի ասելու։ Իրենք քաղաքական դաշնակիցներ են, սա է իրականությունը։ Եվ պարզ է, որ եթե իրենց քաղաքական կոլեգային պետք լինի աջակցություն, ապա իրենք կգնան եւ կաջակցեն, որովհետեւ իրար հետ շատ սերտ կապերով կապված են, շատ ամուր թելերով կապված են։ Այսպես ասեմ, անգամ եկեղեցական այդ հիերարխիան, այսինքն եկեղեցական պաշտոնյաները այն կառուցվածքով են, ինչպես օրինակ հանրապետական իշխանությունը, որովհետև եթե ուշադիր նայեք, ապա Կտրիչ Ներսիսյանի բոլոր մերձավոր բարեկամները, որոնք կյանքում Աստվածաշունչ են տեսել երևի, բոլորը ինչ որ տեղեր թեմերում նշանակված են, բարձր պաշտոնյաներ են, ել չեմ ասում, որ տարբեր գործերով նաև ներգրաված անձիկ են։ Տեսեք, Տիկին Հակոբյան երեք վարչապետը դարձյալ անդրադարձավ այս թեմային տերարամին կարգալույծ անելուն, նշեց, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել, իրավիճակը բավականին այսպես խնդրահարույց է, հատկապես վարչապետի այն հայտարարությունների վերաբերյալ, որ Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում, մի շարք եկեղեցիներ անհայտույց օգտագործվում են տրված հայաստանյաց անհատույց օգտագործվում են տրված հայաստանյաց առաքելական եկեղեցուն եւ կամ բոլոր բարոյական ու իրավական հիմքերը, որ այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը, հա, խորհրդանու վարչապետը հայտարարեց, բավականին այսպես լուրջ մտահոգություններ ու վտանգավոր միտում են տեսնում այստեղ մարդիկ։ Այն մեխանիզմները ինչպես են այն կյանքի կոչվելու հստակ է ձեզ համար, իշխանությունը էլ ավելի չի բարդացնում այս խնդիրը։ Եթե խնդիրը բարդացնելը խնդրի մասին խոսալ է, եկեք համարենք, որ բարդացնում է, բայց այլ տարբերակ չկա։ Մտահոգիչը ոչ թե վարչապետի հայտարարություններն են, այլ մտահոգիչը այն ազդակներն են, այն հստակ ուրեմն փաստերն են, որոնց մենք հիմա առնչվում ենք։ Իսկ ինչի հետ ենք առնչվում։ Առնչվում ենք նրա հետ, որ հոգևորականները ռազմական հեղաշրջում անելու կոչեր են անում, մեղադրվում են այժմ օրինակ բռնի իշխանությունը զավթելու համար, ուրեմն տարբեր քրեական հանցագործությունների համար։ Մենք տարբեր հոգևորականների կողմից այժմ տեսնում ենք տարբեր վկայություններ եկեղեցում տիրող բարքերի մասին, օրինակ տարբեր կուսակրոն բարձրաստիճան հոգևորականների որևէ սեռական կողմնորոշման մասին, սա է մտահոգիչ, ոչ թե այն, որ վարչապետը կարող է ասել, որ այ ուխտը խախտած, կուսակրանության ուխտը խախտած ուրեմն կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված քահանան կարող է հաղորդություն տալ։ Լավ, դուք խնդրի լուծումը ինչպես եք պատկերացնում այս բոլոր հայտարարություններից այն կողմ, իսկ հայտարարությունների պակաս գիտեք չկա, Հովանավանքում Կիրակի օրը պատարակ է մատուցվելու, չեք կարծում, որ իրավիճակը կարգալույծ հոգևորականի կողմից իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Իրավիճակը մեկ ելք ունի եւ այս ելքի մասին մենք տևական ժամանակ է խոսում ենք։ Այդ ելքը Կտրիչ Ներսիսյանի Բեհարանը ազատելու ուղին է։ Այլ ելք չկա, որովհետև սա ձնագնդի էֆեկտով մեծանալու է եւ շատ պարկեշտ հոգևորականներ, որոնք այժմ ծառայություն են մատուցում եկեղեցում, նրանք եւս բարձրաձայնելու են այն խնդիրների մասին, որոնց իրենք են բախվել։ Այսինքն այս առումով լինելու է Տիկին Հակոբյան նորություն, նոր հոգևորականների հայտ կգան, ինչ է ձեզ այս առումով հայտնի, որովհետև մենք ըստ էության հատուկենտ հոգևորականների մասին ենք խոսում հիմա։ Ժամանակը ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում հոգևորականները սկսում են բարձրաձայնել խնդրի մասին։ Երբ որ մենք առաջին անգամ խոսում էինք եկեղեցում տիրող բարքերի մասին, այս ժամանակ չկար հոգևորական, որը խոսում էր։ Հետո կամաց-կամաց հայտնվեցին եւ կարծում եմ սա հաջորդական կլինի, որտեղ վստահ եմ, որ մի քանի հոգևորականներ չեն, որ այս բարքերին առնչվել են, նրանք շատ են, բայց ժամանակի ընթացքում ի հայտ կգան եւ այլ տարբերակ քան կաթողիկոսի հեռանալն է չկա։
ժամանակի ընթացքում, այսինքն սա ավելի երկարաժամկետ գործընթաց է լինելու Տիկին Հակոբյան, կիրակի օր ինչպիսի զարգացումներ են հնարավոր։ Մենք մեր նպատակից հետ քայլ չենք անելու, մեզ համար շատ կարևոր է մեր հավատքը, դրա մաքրությունը եւ այն մարդը, որը այժմ կաթողիկոսարանում ամենաբարձր պաշտոնյան է, եթե կարելի է դա այդպես անվանել, չի կարող պաշտոնավարել, որովհետև նման բարքեր չեն կարող ուղղակի տեղ ունենալ մեր ուրեմն եկեղեցում, իսկ բարքերը, ելի եմ ասում, սա իրենց ամենակարևոր ուխտը խախտելուց մինչև ընտրական պրոցեսներին հստակ մասնակցությունն է, հոգևորականին պատժելն է եւ այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որ հոգևորականը թողնի հոգևոր ծառայությունը։ Սա սենց բաների մասին է եւ պարզ է, որ սրանցից ոչ մեկ կապ չունի հավատքի հետ, որովհետեւ մարդիկ թողնելով իրենց ծառայությունը, իրենց ուրեմն այն ծառայությունը, որի համար իրենք կոչված են, գլխավոր ծառայությունը, սա թողած ընկել են բիզնեսի ետևից, ընկել են քաղաքական նպատակների ետևից, դրա համար էլ հիմա տեսնում եք, որ դիրքավորումն ինչպես է, ընդդիմադիր նախկին իշխանական դաշտը կանգնած է, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, եկեղեցում այդ որոշ պաշտոնյաների մեջքի ետևում, ես սպասում եմ հրահանգի։ Եվ եթե այդ հրահանգը լինի, Տիկին Հակոբյան, դա լուրջ վտանգ իշխանության համար չի լինի, հնարավոր օրինակ համախմբում լինի հասարակական աջակցություն, որովհետև փաստորեն հանրապետականն է խոսում այդ մասին, մյուս քաղաքական ուժերը նույնպես գիտեք, իրենց աջակցությունն են կաթողիկոսին հայտնում, ընդհուպ մինչև մասնակցում ժամերգությանը, պատարագին ուխտ են անում դեպի Էջմիածին, խոսքս նաև Մեრძևովի մասին է։ Հասարակական համախմբում կա հավատքի շուրջ, ոչ թե կաթողիկոսին հռչակած անձի շուրջ եւ հակառակ համախմբումը չի կարող լինել ավելին, քան հավատքի շուրջ համախմբումը, բայց մենք ոչ մի բախման, այսպես նպատակ չունենք, մենք ամեն ինչ անել ենք, որ ամեն ինչ լինի խաղաղ։ Տիկին Հակոբյան, եւ այս առումով Սերժ Սարգսյանի գնահատականները այդ 4 հնարավոր 3-4 հնարավոր ուժերի խորհրդանում հայտնվելու հետ կապված, սա ինչպես եք գնահատում։ Ինչպիսի խորհրդան եք տեսնում 26-ի հունիսից հետո։ Ես վստահ եմ, որ 21 թվականին հնարավորություն ստացած իբրև ընդդիմադիր աշխատելու ուժերը նորից վերընտրվելու շանս չունեն, որովհետև նրանք ոչ մի օգտակար գործողության գործակից չեն ունեցել, նրանք մեկ օրակարգ են ունեցել, դա իշխանության հեռացումն է, եւ այդ մեկ օրակարգը պարզ է, որ չեն կարող ասես սպառել, կատարել, որովհետև մենք հերթական ընտրությունների ենք գնում, ունեն ոտնատակ տված հեղինակություն եւ ռեյտինգ եւ վերընտրվելու շանս չունեն, այնպես որ ընդդիմադիր դաշտը ազատ է եւ կարող են շատ ուժեր դրան հավակնել։ Իդեպ Տիկին Հակոբյան անդրադարձավ Սերժ Սարգսյանը նաև Վարդան Ղուկասյանի ազատությունից զրկելուն, դարձյալ քաղաքական հետապնդում ուրեմն տեսավ այս ամենում։ Տիկին Հակոբյանից լսում եք։ Կապի հետ կապված այս պահին խնդիր կարծեք թե ունենք, հիշեցնեմ, որ զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կապը ընդհատվել է, այս պահին չի վերականգնվում։ թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2 տարուց մինչև 1.5 տարի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, նշելով, որ Պաշտպանության նախարարն ազգային ժողովի պատգամավորների հետ խորհրդակցություններից հետո ներկայացրել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն։ Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է զինծառայության ժամկետը կրճատելու քննադատություններին։ Մարդիկ, որոնք մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու ու
նախընտրական գործողությունների մեջ թող կարդան կառավարության ծրագիրը։ Մենք կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5 տարվա ընթացքում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգ։ Այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ իհարկե ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Պապիկյանը հիշեցրել է, որ երբ շարքային զինծառայությունը մեկնարկում է, զինվորների պատրաստությունը տևում է 4.5-ից 5 ամիս, որից հետո անցնում են հիմնական իրենց ծառայությանը, որը փորձի կուտակում է։ Ասել, որ նրանք խտացնելով պակասեցնում են նրանց փորձը կամ սովորելու հնարավորությունը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Պաշտպան հայրենիաց ծրագրի առավելությունն այն է, որ զինծառայողները նախ իրենց նախկինում 1.5, իսկ հիմա արդեն 1 տարի հավելյալ ծառայությունը, որը պետք է անցկացնել, կարող են անցկացնել որպես պայմանագրայիններ, ստանալ աշխատավարձ, ատեստավորվել եւ այդ աշխատավարձը կրկնապատկել։ Այսօր մեր Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների զգալի մասը կարողանում է ատեստավորվել, նրանց թիվը հասնում է մի քանի հազարի։ Ուղիղ թիվը չեմ հնչեցնի, բայց վստահեցնում եմ, որ մի քանի տարի հետո, երբ մեր շատ գործընկերների կողմից հնչեցրած ժամանակը կգա, երբ որ նոր օրենքը իր արդյունքները կունենա, մենք որևէ խնդիր չենք ունենալու։ Հավաստիացրել է Պապիկյանը։ Առաջին լրատվականի հետ զրույցում նախորդին ողջ մնալու արվեստը ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը քննադատել է ծառայության ժամկետների կրճատումը, հարցնելով. արդյոք զինծառայության ժամկետը կրճատող կառավարությունը հաշվի առել է այն վտանգները, որոնցից տեղյակ է։ Հրաժեշտ գործողությունները, որոնք այս օրենքը կդարձնեն անվնաս, հələ օգտակար։ Այ ոնց որ մի քիչ առաջ ամենասկզբում ասում էի, անգամ ամենը լավ օրենքը, որ չպիտի երեխան առանց խնամքի մնա, եթե դու այդ օրենքը ընդունես եւ համապատասխան դրանից առաջ գործողություններ առաջ չլինես, հասարակության հետ աշխատած չլինես, որ ամոթ է երեխային, ասենք, բանը առանց խնամք թողելը, ամոթ է երեխային նորմալ կրթություն չտալը, ամոթ է չկերակրելը, ամոթ է կեղտոտ շորերով դուրս հանելը, որը ասենք ոչիլի համար շատ գրավիչ է եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ գործողությունները եթե դու չես անում, ընդամենը այդ օրենքն ես ընդունում, այդ օրենքի չարաշահումները եւ անտեսումները, որ գումարում ես, ավելի մեծ ասենք մենք խնդիրներ ենք ունենալու, քան եթե այդ օրենքը չընդունենք, թողենք այն օրենքները, որոնք կային, երեխային բանը նորմալ ծնողները չհետևելու, ասենք, ինչ հետևանքներ կարան ունենան եւ ավանդույթների վրա հասարակության ամոթի մեծ ազդեցության վրա թողես ավելի լավ կլինի, քան նման ձևով յուվենալ, ասենք, բանը արդարադատություն ընդունես, հետնել չապահովեց ոչ մի բան, որ ինքը լինի օգտակար։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցել եմ անվտանգային ու ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Ներսիսյան, ինչ քննադատում էին վարչապետի հայտարարությունը պարտադիր ուրեմն ծառայության ժամկետների կրճատման հետ կապված, երեք ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը ուրեմն պարզաբանեց, նշեց, որ սա իրենց ծրագրով էր նախատեսված, առաջարկեց նորից վերընթերցել այն, նախ եւ առաջ այս աղմուկ հանած փոփոխություն ինչպես եք դուք գնահատում, տեսնում եք այստեղ վտանգներ թե ոչ,
եւ ինչ նպատակով է ձեր գնահատմամբ այն կյանքի կոչվում պայմանագրային զինծառայողների պակաս չունենք ձեր գնահատմամբ այն հիմնավորումները որ ներկայացրեց նախարարը իրականության հետ ինչպիսի աղարս ունեն համեցեք նախ եկեք նշենք որ երկարաժամկետ ծրագրի չի բխում այս փոփոխությունները միջնաժամկետ ավելի ճիշտ եթե ուշադիր լինենք ինչպես պարոն նախարարն է լինում կարճաժամկետ այսինքն ինքը ռազմավարական բնույթ չունի ինքը ունի մարտավարական բնույթ եւ ստրատեգիական այսպես ասած որոշում չէ, սա ավելի շատ գնահատում են որոշ փորձագետներ եւ լուծաբաններ որպես PR ակցիա, որը իհարկե ռեզոն ունի կապված 2026 թվականի ընտրությունների հետ։ Ինչու, որովհետեւ նախ պետք է նայենք, թե պաշտպան հայրենիացը ինչ է իրենից ներկայացնում։ Սա երբ որ 6 ամիս դու ծառայում ես, հա, ժամկետային ծառայող ես, հնարավոր է նաև սպաներ օգտվել, բայց կոնկրետ եկեք ժամկետայինից խոսենք, որովհետև ժամկետային ծառայությունն է կրճատվել։ Ապա հնարավորություն ունես պայմանագիր կնքես պաշտպանության նախարարության հետ, համապատասխան ատեստացիա անցնես եւ անցնես արդեն երկարատև ծառայության։ Այս երկարատև ծառայության ժամանակ դու որոշակի սոցիալական, այսինքն հնարավորություններ է տալիս պետություն ընձեռնում, բավականին բարձր աշխատավարձ է ընձեռնում եւ այլն։ Ասել թե ժամկետային ծառայությունը կրճատելով մենք այն կարող ենք լրացնել պաշտպան հայրենիացով, այսինքն այդ պայմանագրերը կնքելով եւ անցնելով պայմանագրային զինված ուժերի, հա, մեղմ ասած այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ հիմնավորում որպես այդպիսի չկա, մենք չենք տեսնում որևէ հիմնավորում որը գոնե համեմատական թվային պետք է լիներ, այսինքն որոշակի մեթոդաբանությամբ պետք է համեմատությունը մեզ ցույց տային, որ սա փոխարինվում է սրանով եւ սա գալիս է։ Պնդել, որ հազարավոր ուղղակի պայմանագրեր են կնքվում եւ դրանով փոխարինվում են ժամկետային ծառայություն, սա նույնպես չի հիմնավորվում եւ առավել եւս ես կասկած ունեմ, որ այն պայստազորը, որը զորակոչվելու է, սկսել է փակել այն բաց տեղերը, որտեղ որ մենք ունենալու ենք այսինքն ժամկետային զինծառայողների հետ կապված եւ ավելի շատ պայստազորը հնարավոր է որ ավելի շատ երկար ծառայության անցնի։ Սա ստիպված ենք անելու։ Մյուս կողմից, գիտեք, կարելի է անգամ ծառայությունը սարքել 9 ամիս։ Կարելի է դարձնել եթե լավ մտածված համակարգային ներդրմամբ լինի, կարելի է դարձնել օրինակ Ֆինլանդիայի նման 6 ամիս, ինչու՞ չէ։ Բայց հարցը նա է, որ եթե մենք ուղղակի ժամկետային զինծառայությունն ենք կրճատում եւ հետը այլ համակարգ չենք ներդնում, որը որ իրականում կփոխարինի ոչ թե պաշտպան հայրենիացով, իսկ պաշտպան հայրենիացը հաստատ չի փոխարինում ժամկետային զինծառայությունը, հաշվի առնելով մեր ունեցած տվյալները Եվ այս մեր ունեցած տվյալներով արդեն դիտողի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, իսկ ողջամիտ կասկածի դեպքում էլի խնդրում պետք է որպեսզի դիտարկեն հիմնավորումները կառավարության եւ պաշտպանության նախարարության, իսկ հիմնավորումները պետք է լինեն գոնե համեմատական թվային եւս անգամ կրկնում, որը գոյություն չունի։ Թվեր չուզեց նախարարը հնչեցնել, պարոն Ներսիսյան։ Համեմատական թվային անպայման չէ թվային լինի, կարող է տոկոսային լինի, սա էլ է թիվ։ Այսինքն մենք ունենք այսքան տոկոսի կրճատում, որի փոխարինումը կլինի մոտարապես այսքան, միջնաժամկետում կստանանք այսքան, երկարաժամկետում այսքան, ռիսկերը գնահատվում են այսպիսին, եւ մենք այս ռիսկերից ելնելով կատարել ենք հետեւյալ գործողությունները։ Սա իհարկե պաշտպանության նախարարություն պետք է տար գլխավոր շտաբը, որը կարող է միգուցե տվել է, բայց կամ չի տվել ուղղակի սա քաղաքական որոշում է։ Բայց Նա եկեք դիտարկենք այլ համակարգերի դեպքում, հա, դարձնենք 9 ամիս ինչպես Ֆինլանդիան է, բայց Ֆինլանդիայի նման դարձնելու համար մենք պետք է ունենանք ֆինլանդական համապարփակ անվտանգության համակարգ նորից։ Ֆինլանդական բանակը 15000 է այս պահին։ Ինչ եմ համենալու Ֆինլանդիայի հետ 5 միլիոնանոց պետություն է։ Իսկ եթե Իսրայելի հետ համեմատենք, այդտեղ էլ 3 տարի է, պարոն Ներսիսյան։ Իսրայելի հոգեբանական եւ Իսրայելի պետական եւ Իսրայելի գիտեք ռազմական գիտության մեջ նոր մուծված տերմին կա, որը նոր մուծված չի, ավելի ճիշտ վիետնամական պատերազմից հետո կոչվում է մամիզմ։ Այսինքն երբ որ շատ կարճ ասեմ, մայրերը
չեն թողնում իրենց որդիներին, սա շատ պարզվեցված եմ ասում, գնալ բանակ ծառայելու, հա, կամ բանակ ծառայելու ժամանակ որոշակի խոչընդոտներ են կամ մտածում են ինչպես անեն, որպեսզի մամիզմը Իսրայելում փոքր է։ Մամիզը ամբողջ աշխարհում տարածված նորմալ երևույթ է, հա, որը կապված է մարդկանց չկորցնելու հետ, բայց որպեսզի սա մեղմես այս երևույթը պետք է ներդնես որոշակի համակարգեր։ Այդ համակարգերից մեկը դա համապարփակ անվտանգության համակարգն է, որի մասին բազմիցս մենք խոսել ենք։ Եվ այստեղ պարոն Վարդանովի հետ համաձայն եմ, որ եթե դու այլ բան չես ստեղծում զուգահեռ, դու ավելի շատ վնաս ես տալիս, քան թե օգուտ։ Եթե մենք չենք դնելու համապարփակ անվտանգության համակարգ, եթե մենք իրականում չենք ունենալու մեծ ռեզերվ, ասենք նույն Ֆինլանդիայի դեպքում ես ձեզ կարող եմ օրինակ բերել մոտ 15000 բանակի դեպքում մշտապես գործող, որտեղ որ ծառայությունը 6 ամիս, 9 ամիս, 12 ամիս է, կարող եմ հեշտով օրինակները բերել, թե ինչի է այդպես։ Այնտեղ ներդրված է համապարփակ անվտանգության համակարգը։ Օրերի ընթացքում կարող են 2-3 օրում ունենալ 280,000-ից ռեզերվ, մոբ ռեզերվ, սա իրական բանակն է արդեն։ Պատրաստված իր տեղը դիրք իմացող մարդունակ ռեզերվ։ Շաբաթների ընթացքում արդեն մոտ 900,000 ռազմավարական ռեզերվը եթե հաշվենք ավելի մեծ կստացվի։ Հետևաբար Ֆինլանդիայի պես խաղաղություն սիրող եւ խաղաղության տենչող պետությունը, որը ստիպված դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, մինչեւ ՆԱՏՕ լինելը Ռուսաստանի պես ավելի հզոր պետության կողքին գտնվելով շատ լավ հարաբերություններ ունենալով մինչեւ 22 թվականը Ռուսաստանի Դաշնության հետ եվրոպական մյուս երկրների հետ համեմատ, քանի որ անգամ զենք զինամթերք էր գնում, ուներ համապարփակ անվտանգության համակարգ։ Հիմա մեզ ի՞նչն է խանգարում, որպեսզի մենք այս ժամկետային զինծառայության հետ միասին որոշակի արդեն փորձված համակարգեր ներդնենք եւ ունենանք ոչ պակաս անվտանգություն եւ պաշտպանություն, քան ունենք այսօր։ Այսքան ռեզերվում ունենանք անհրաժեշտ, այսպես ասած, մոբը։ Ընդհանրապես ոչ միայն, այլ նաև այն ամբողջ բնակչությունը, որը որ պատրաստ կլինի ճգնաժամային պատերազմական եւ արտակարգ իրավիճակներում իր տեղը դերը եւ դիրքը եւ անելիքը իմանալ եւ մասնակցել այդ ճգնաժամային իրավիճակների հաղթարմանը։ Ինչու է սա արվում հիմա եւ ըստ էության եթե այն կյանքի է կոչվում հունվարի 1-ից, ինչ ռիսկեր եք դուք այստեղ տեսնում։ Տեսեք, ռիսկերը բավականին գլոբալ են, սկսած ավելի մեծ համաշխարհային, սկսած տարածքային։ Մենք ունենք առնվազն 2 հակառակորդ պետություն, որոնց հետ որ անգամ խաղաղության գնալով եւ սահմանները բացելու, իրենք մեզ միշտ հակառակորդ են դիտարկելու։ Ցանկացած պայմանում, երբ Հայաստանի Հանրապետությունը պոտենցիալ հաշվարկվի, որ իր տնտեսական ներուժով կարող է ավելի ռիսկային դառնալ, քան օրինակ հարևան պետություններից մեկը, խոսք Ադրբեջանի կամ Թուրքիայի, անպայման առիթ կգտնվի, որպեսզի այդ տնտեսական բարելավումը թույլ չտրվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դաժվի արդեն երկարաժամ առիթով կտրվածքով որպես ռիսկային պետություն։ Մյուս կողմից եկեք դիտարկենք, եթե մենք ուզում ենք եվրոպական ընտանիքի մաս դառնանք, հա, եվրոպացիները հիմա մի քանի դիրեկտիվաներ ունեն եւ արագ տեմպերով պատրաստվում են մեծ պատերազմների եւ այդ դիրեկտիվաներից մեկը, որը որ եվրոպական պաշտպանական SAFE ծրագիրն է, նաեւ հայտ է ներկայացրել Թուրքիան մոտ 150 միլիարդ դոլարի ներդրման չափով, հա։ Եթե սա հանգարց եվրոպական միությունը չընդունեց, մենք ունենանք այն Թուրքիան, որը որ ավելի շատ ռիսկային է տեսնելու Հայաստանի Հանրապետությունը արդեն Եվրոպայի կազմում։ Եվ այս դեպքում, եթե մենք պետք է կազմենք իրականում այդ ընտանիքի մաս, ապա տրամաբանությանը հակառակ ուղղությամբ են գնում։ Քանի որ Եվրոպան պատրաստվում է գնում է ներդրման ամբողջ համապարփակ անվտանգության համակարգի, ռազմական բյուջեները ավելանում է, քաղաքացիական պաշտպանության տարերը շատանում են, ապաստանները, թաքստոցները մեծանում են, պաշտպանական բյուջեները ահռելի քանակներ է կազմում, անգամ մի դիրեկտիվաներից մեկով 2 տարվա ընթացքում պետք է ամբողջությամբ պատերազմի պատրաստ լինեն։ Իսկ այսօր ով ում վրա կգրոյի, երբ կգրոյի, ինչից ելնելով, մասնավորապես երբ որ մենք տեսնում ենք, որ իրավունքը որպես ուժին փոխարինող ալտերնատիվ
ալտուրիստական եւ որպես ուժային բալանսի մեթոդ ինքը չի աշխատում այսօր, այսինքն եթե ավելի ուժեղ ես, կարող ես այդ ուժը կիրառել նույն Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության, թեկուզ մերը, որ դիտարկենք Արցախի հայաթափումը դիտարկենք գրեթե հիշող չկա եվրոպական պետություններում, որովհետև գազ ու նավթ են ստանում, բայց նույնությամբ կարող է նաև այստեղ առիթ հանդիսանալ այսօր չէ, վաղը չէ միսօր։ Ապա այս ընդհանուր տրամաբանության տեսանկյունից մենք պետք է գնանք հակառակը անվտանգության համակարգային ամրապնդմանը եւ ոչ թե իմիտացիային, ինչպես որ այսօր ունենք։ Դուք սա իմիտացիա եք համարում ընտրություններից առաջ հասարակությանը որոշակի ուրեմն դրական իրենց կողմը ներգրավելու, պարոն Ներսիսյան։ Հենց ռազմական գիտության երևույթներից մեկը, որը նշեցի, մամիզմը, ինքն էլ հենց յուրահատուկ է, որպեսզի ձայներ ավելացնի կառավարող ուժին, կոնկրետ դեպքում քաղաքացիական պայմանագրի։ Իմիտացիա եք համարում սա։ Իհարկե, եթե կողքից այլ բան չի ներդրվում, համակարգ Սա իմիտացիա է, սա վերացական բնույթ ունեցող, չգիտես, բարեփոխում է, բարեփոխման անվան տակ կամ չգիտեմ սա ինչ է։ Ես կրկնում եմ, այնպես չէ որ դեմ եմ ընդհանրապես ժամկետային ծառայության, բայց պետք է լինի ռազմական գիտության համահունչ, գիտականորեն հիմնավորված։ Լավ, պարոն Ներսիսյան, այսպիսի օրենսդրական փոփոխություններ կատարելուց ռազմական փորձագետների կարծիքը հաշվի չի առնվում։ Ես գիտեմ, որ հաճախ լինում են այդպիսի քննարկումներ, կարծեք թե լսելի է դառնում ձայնը, բայց հետո իշխանությունը ինչ ուզում է դա է որոշում։ Այսինքն այս քայլից առաջ չի եղել օրինակ քննարկում, այս հիմնավորումները արդյոք լսելի չեն եղել նախարարին, նախարարությանը։ Ես չեմ կարող ասել, բայց ռազմական փորձագետներ ունեն, ռազմական փորձագիտական կենտրոններ ունեն։ Ձեր տաղավարում են շատ դեպքերում փորձագետները, հա, հյուր եղել, ես չեմ կարող ասել արդյոք ինչպիսի զեկույցներ են դրվում սեղաններին եւ այդ զեկույցները անգամ դրվելու դեպքում հաշվի առնվում են, թե չէ, որովհետեւ հնարավոր է որ վերընտրվելը ավելի մեծ արժեք է ոմանց համար, քան օրինակ այս պայծրությամբ անվտանգությունը համարելով որ վերընտրվելու դեպքում հենց վերընտրվելը ինքը իրենով արդեն անվտանգության երաշխիք է, բայց դա այդպես չէ։ Շատերը ասում են, որ մեր վերընտրվելն է, որ բերելու է անվտանգության երաշխիքի, սա իհարկե թյուր կարծիք է, որովհետև ուղղակի գնալ խաղաղության առանց համակարգերի ստեղծելու, դերևս եղած համակարգերի վրա կառավարելով դեգրադացված, արդեն դեգրադացվող համակարգերը, որոնք որ գոյություն ունեն այսօր ավել են վատթարանում, դա լինի արտադրությունը, դա լինի իրավապահ մարմինները, խոսքը զուտ չեմ ուզում քաղաքականացնել, բայց պարզ է, որ դատարանները նույն կերպ անկախ չեն, ինչպես որ 2001 թվականին քննչական քննիչները նույն ընդհանրապես խոսում էին հեղափոխություն կոչվածից հետո 2018 թվականին քննչական բարեփոխումների մասին, օրինակ դետեկտիվի ինստիտուտի ներդրման մասին բազմիցս խոսացել են, բայց մենք տեսանք, որ հակառակը քննչական մարմինը մնաց նույնը, ինչպեսին որ Սերժ Սարգսյանը պլանավորել էր, ու այդ Սերժ Սարգսյանի բարեփոխումները ըստ էության ավարտին հասցվեցին, էլի։ Սրանք կոմպլեքս գործողություններ են, եթե ես խոսում եմ համապարփակ պաշտպանությունից կամ անվտանգությունից, հենց համապարփակ բառը ինքը հուշում է, որ անվտանգությունը չի կարող միայն զինված ուժերի իմաստ լինել, դա պետք է լինի կոմպլեքս, այսինքն համապարփակ համընդհանուր։ Եվ դա հենց պարենային անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, արտադրություն, ուժային կառույցներ, քաղաքացիական պաշտպանություն, զինված ուժեր, ներքին գործեր եւ ազգային անվտանգության որոշակի ծառայություններ։ Դուք դատական համակարգի մասին խոսեցիք, արտադրության եւ այլն, ուզում եմ խոսենք մի շատ կարեւոր խնդրի մասին, որը շատերի գնահատմամբ այսօր էլ արմատախիլ չի արվել բանակից, ես նկատի ունեմ հորի բարքերը, կոռուպցիան, բազմաթիվ նաև այլ հորի երևույթներ, որոնք նաև հիշում եք 44-օրյա պատերազմի պարտություններից մեկն էին նշվում եւ համարվում։ Ինչ եք կարծում, ինչ պետք է արվի, պարոն Ներսիսյան, որպեսզի բանակը դառնա ավելի բաց ինստիտուտ, թափանցիկ ինստիտուտ, մեծանա քաղաքացիական վերահսկողությունը բանակի վրա, թե բանակի իբրև բաց ինստիտուտ լինելու հանգամանքը ինքնին վտանգավոր է։
բանակը ժողովրդավարական պետություններում քաղաքացիական վերահսկողության ներքո է գտնվում։ Սա նշանակում է, որ որոշակի քաղաքացիական վերահսկողության կոմպոնենտներ կան, որոնք որ անպայման պետք է ներդվեն։ Բանակը կարող է լինել փակ միայն իրական պետական գաղտնիքի մասով, այսինքն ձեր բերված, ասենք, զինտեխնիկայի օրինակ քանակ, դրա հետ կապված օգտագործման պլանավորումները, օրինակ տեսեք, հնդկական բանակը հայտարարում է, որ իրենց հրանոթները սկսելու են եւ հրանոթների կրակի համակարգ սկսելու է որոշակի կառավարում Հայաստանի Հանրապետությունից ներմուծված օրինակ ծրագրային ինչ-որ կոմպոնենտների շնորհիվ մենք չգիտենք մեր նույնը Հնդկաստանից ձեռք բերվածը արդյոք որոշակի ծրագրային կոմպոնենտներ Հայաստանը ներդրում են թե չէ սա չի կարող լինել էլի ընդհանուր գաղտնիք պետական այսինքն նույն հենց հնդկական փոստը ցույց է տալիս բայց որտեղ ինչպես եւ քանի հատ հա կարող է լինել սա մի կողմից երկրորդը այս վերջերս պարոն Պապիկյանը Միացյալ Նահանգներում հենց հանդիպել էր առաջին այն դեպարտամենտի հետ որը որ պատասխանատու է նաեւ զինված ուժերի կրթական որոշակի կոմպոնենտների հետ բարեփոխումների հետ այսինքն առաջի հանդիպումը ռազմական բաղադրիչի հետ չի եղել այսինքն կրթական բաղադրիչի հետ եղել, հա, Պենտագոնում ու հիմա Եվ իդեպ շատ բարձր էր գնահատվում այլ ռազմական փորձագետների կողմից այս կարևոր այցերը, հանդիպումները նախարարի։ Լավատես կլինեի, եթե ասենք ամեն մի հանդիպում մի դրական փոփոխություն բերեր։ Օրինակ հասկանային, որ այսօրվա գնումների մասին օրենքը չի համապատասխանում իրականության։ Դուք խոսեցիք կոռուպցիայից այո գնումների մասին օրենքը այսօրվա որոշակի կոռուպցիան ռիսկեր ունի ինչու որովհետև սա հին օրենք է սա չի համապատասխանում պաշտպանական ոլորտի գնումներին եւ կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել իրական այն կարիքների համար որը որ ասենք պաշտպանական գերատեսչություն ունի ռազմաարդյունաբերությունը սկզբից մինչև վերջ ինչպես ասում են ոտքից գլուխ փոխելու կարիք ունի բայց ռազմաարդյունաբերությունը չի փոխվում եւ ռազմաարդյունաբերության կոմիտեն եւ չնայած գիտեք ես անգամ ես վատ համակարգի պայմաններում շատերը փորձում են ինչ-որ անձնական իրենց բան ունենան էլի ներդրում ունենան որոշակի չգիտեմ այդ համակարգի կայացման մեջ բայց երբ որ դա խիստ անձնական է այսինքն որոշակի անձնական անձերի չգիտեմ ինիցիատիվայի վրա է, հա, ապա սա չի կայանալու։ Ռազմաարդյունաբերության կոմիտեն եւ ԲՏԱ նախարարությունը մասնավորապես ամբողջովին իրենց փիլիսոփայությունը փոխելու կարիք ունեն։ Այսօր նորմատիվ իրավական ակտերի պակասություն ունենք, որը որ թույլ չի տալիս ռազմաարդյունաբերության կոմիտեն իր ամբողջ պոտենցիալը իրացնել։ Խոչընդոտում է բանկային համակարգը պետք է փոխվի անվտանգությանը համապատասխան գա այսինքն զուտ ֆինանսատնտեսական մասը պետք է հարմարվի նաև պաշտպանական մասին այսինքն ռազմաարդյունաբերությամբ օրինակ զբաղվողը բանկային համակարգում պետք է խնդրեմ չունենա ինչպես այսօր է այսօրվա բանկային համակարգը շատ դեպքերում շատ քիչ բանկեր են որոնք որ աշխատում են ռազմաարդյունաբերության հետ պատճառաբանելով որ դա ռիսկային է ընդհակառակը չաշխատել ռազմաարդյունաբերության հետն է ռիսկային լավ բանկային համակարգը չի աշխատում ուրեմն պետությունը որոշակի երաշխիքներ պետք է տա բարեփոխման արդյունքում որպեսզի կարողանա օգնել ռազմաարդյունաբերությանում տնտեսվարողներին օգտվել բանկային համակարգից լիարժեք նաև ձեռք բերել այնպիսի կոմպոնենտներ եւ այնպիսի բաներ որոնք որ համաշխարհային շուկայում այսօր պարզ պատճառով ուղղակի դեֆիցիտ են եւ մի կողմից էլ այդ խոչընդոտը, հա, բանկային համակարգի արդեն չես կարող շատ ժամանակ կամ շատ երկար է սպասում, որ որոշակի փոփոխություններ ըստ էության գնումների մասին օրենքում էլ այստեղ կոնկրետ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում բանալին։ Գնումներ ռազմաարդյունաբերություն ընդհանրապես երբ որ խոսում է պաշտպանության նախարարությունում խոսում են իրենց կառավարության ծրագրի մասին
ապա հարց է առաջանում, թե մինչ օրս ինչու չեն փոփոխել պաշտպանության մասին օրենքը, որը որ պետք է փոխած լինեին, հենց այդ նույն ծրագրով 2022 թվականին։ Այսինքն լրիվ նոր տրամաբանության պաշտպանության մասին օրենք պետք է ընդունեին, հա։ Բայց տեսնում ենք, որ չկա, սրա մասին չեն խոսում։ Այն ինչ որ օրենքը իրեն ձեռք է տալիս, ունեն, որ մասին կարող են խոսել, խոսում են, բայց նույն իրենց իրավական ակտերով եւ կառավարության որոշումով լոկալ սահմանված, որ այս օրենսդրությունը պետք է փոփոխվի, որովհետեւ մեզ այլ տրամաբանության պաշտպանության մասին օրենք է, սրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Ավելին, պարոն Ներսիսյան, այդ փողով բանակից ազատելու հանգամանքն էլ չէ, շարունակում է կարծեք թե օրակարգում մնալ։ Միևնույն է միշտ ճանապարհ գտնում է փնտրող, այսպես ասած։ Միշտ մնում է դա նորություն չէ եւ իսկ հետաքրքիր այն օրենքի փոփոխությունից հետո, որը Հայկ Սարգսյանն էր առաջարկել, որը ընդունվեց խորհրդարանում, հետաքրքիր է ունեք ձեր ձեռքի տակ վիճակագրություն, թե քանի հոգի ունենք արդեն այդքան գումար վճարած եւ բանակից ազատված։ Հետևում եմ վիճակագրությանը, բայց տոնյալ պահին չունենք վիճակագրություն, թե վիճակագրությունը չի հրապարակվել, թե ինչքան է, ես չեմ կարծում, որ դա այնպես մեծ գայթակղիչ կամ գայթակղիչ չէ, հատկապես նրանց համար, ովքեր սոցիալական ողջ խնդիրներ ունեն։ Գիտեք, հենց նույն Եվրոպայի մասին օրինակ խոսելը, տեսեք, օրինակ Գերմանիայում անվտանգության որոշակի փոփոխություններ են մտնում։ Եթե առաջ միգրացիոն որոշակի օրենսդրություն կամ երկքաղաքացիության նկատմամբ աշկ էին փակում, հիմա եթե դու ուզում ես որոշակի կարիերային աճ ապահովես, պետք է օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվես։ Սա ոչ ֆորմալ դրված է, այսինքն ամբողջ եվրոպական համակարգը իր անվտանգությունը ինչ-որ մի բանի է պատրաստում, որը մենք չենք անում։ Եվ այդ նույն Եվրոպայում գտնվող, ասենք, անձ, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից արդեն հրաժարվել է, ըստ էության ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը, որ տեսնում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող ընդհանրապես, շատ քչերն են մտածում վերադարձի մասին կամ Հայաստանի Հանրապետություն ներդրում անելու մասին։ Նմանատիպ օրենքներ նույնպես կան, ախր կարելի է մի փոքր ավելի շատ ուսումնասիրել իրեն։ Օրինակ Շվեյցարիայում պարտադիր զորակոչի դեպքում հնարավոր է զինծառայությունից որոշակի մեծ հարկեր, ոչ թե որոշակի, այլ չափից դուրս մեծ հարկեր տալու այդ 2 տարվա ընթացքում, որ պետք է ծառայես կամ տարիքեսի, հա, չծառայել, բայց այստեղ ուրիշ բան է, դու կապնվում ես պետության հետ։ Այսինքն կարելի է նույն քաղաքացուն կապել սեփական պետության հետ, սեփական պետության ներսում բարիք ստեղծելու հետ, հավելյալ արժեք ստեղծելու հետ եւ այդ հավելյալ արժեքից արդեն վերցնել ծառայության ազատման վճարը, որպեսզի անձը ինչ որ կապվածություն ունենա եւ անցնի այդ process-ը սեփական պետության հետ ինտեգրվելու։ Չէ, ուղղակի արի փողը տուր, մասնագիրը վերցում գնա։ Ըստ էության տրամաբանություն չէ, ըստ էության չեք տեսնում կառավարության ուրեմն այս քայլի։ Չէ, որ այդ օրենքի այդ օրենքն էլ նորություն չի, անգամ ժամանակին դեռ Բոնապարտն է անդրադարձել այդպիսի երևույթներին, մի օր կցիտենք մենք դրա մասին։ Սա տարած, սա ախտ է, շատ վտանգավոր երևույթ է։ Ինչ կանի, որը բանակի ինչպիսի հարված կա։ Բանակը կդարձնի ուղղակի աղքատների, չկավորների բանակ, առանց այն էլ այսօրվա սոցիալական վատ, դա ամենակիչը է, որովհետև բանակում ծառայելը արժեք չէ օրենքը բերողների համար, օրենքը բերողները չեն էլ մտածում, որպեսզի բանակը այնպես անեն, որպեսզի հակառակը ավելի գրավիչ լինի, ավելի արժեքավոր լինի, այնտեղից քաղաքացի ծնվի բանակում, այլ հակառակը, բանակը մենք չենք կարող կառավարել, բարեփոխումների հույս չունենանք, ավելի լավ է եկեք գումարը տվեք, ազատվեք։ Սրա մասին է։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի անվտանգային ու ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։